Անշարժ գույքի ձեռքբերումը ոչ միայն սեփականության իրավունքի մասով, նաև կուզենայի խոսենք վարձակալության հետ կապված, որ շատ դեպքերում անձին նոտարի միջոցով չեն կնքում պայմանագիրը եւ եւս այստեղ առաջանում են որոշակի խնդիրներ։ Նոտարական վավերացմամբ չեն անում, հետագայում, երբ որ խնդիրները արդեն ի հայտ են գալիս, նոր մոտենում են փաստաբաններին, ասում են ինչ անենք, բայց տվյալ դեպքում ստացվում է, որ իրենց փաստաթուղթը իրավական ուժ չունի։ Ձեր պրակտիկայում ունեցել եք ժառանգության հետ կապված խնդիրներ։ Հաճախ հանդիպող խնդիրները, եթե օրինակ անձը ներկայանում է նոտարական գրասենյակ եւ թաքցնում է ժառանգների քանակը։ Կամ առաջի հերթի ժառանգը չի դիմում, 6 ամսյա ժամկետը լրանում է, հետո երկրորդ հերթի ժառանգն է առաջ գալիս եւ դիմում է ներկայացնում եւ հայտնում է, որ առաջի հերթի ժառանգ չկա։ Եթե անձը տիրազուրկ գույքը 10 տարուց ավել օգտագործում է, տիրապետում է, հետագայում կարող է դատարանի միջոցով տվյալ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերել։ Ձեռքբերման վաղեմության ինստիտուտը մի փոքր մեր քաղաքացիները սխալ են պատկերացնում այն առումով, որ օրինակ ենթադրում են, որ եթե անձը վարձակալությամբ ապրեց 10 եւ ավել տարի որևէ անշարժ գույքում, ապա ավտոմատ կերպով ձեռք է բերելու կամ գոնե կհավակնի այդ սեփականության իրավունքին։